Բարի երեկո եւ բարով եք եկել Արմենիա հեռուստաընկերություն։ Ես ուրախությամբ նորից հիշեցնում եմ, որ ինչպես յուրաքանչյուր շաբաթօր, այնպես էլ այսօր մենք ձեզ ենք ներկայացնում ամենախելացին ինտելեկտուալ հեռուստանախագծի նախորդ 5 եթերաշրջանների լավագույն 96 մասնակիցներին, որոնցով էլ ձևավորվել է մեր 6-րդ եթերաշրջանը, նույն ինքը Ոսկե լիգան։ Այս կարևոր եւ շնորհակալ գործին մեզ է միացել այս տարի մեր գլխավոր աջակից գործընկերը Startup Armenia հիմնադրամը, որին հատուկ շնորհակալություն ենք հայտնում։ Շնորհակալ ենք նաեւ Ucom ընկերությանը, որն այս բոլոր տարիների ընթացքում մեր կողքին էր, ինչպես նաեւ այս տարի։ Շնորհակալ ենք։ Հարգելի մասնակիցներ, ձեր ներկայությունը այստեղ եւ հուզմունք է պատճառում, եւ երջանկություն է պարգևում, եւ իհարկե սպասելիքներ է բերում, որովհետեւ ես վստահ եմ, որ այսօր լինելու է շշմելու խաղ։ Մեկըդ մեկից խելացի, հետաքրքիր, փորձառու արդեն մեդալներով, այսինքն այն փաստով, որ դուք եղել եք հաղթողներ, սա իսկապես բացառիկ խաղ է, որովհետեւ մենք ձեզնով ձևավորել ենք լավագույն Ոսկե լիգան։ Միակ բանը, որ ձեզ կարող եմ մաղթել, ճիշտ կիրառություն ձեր խելքի, հմտությունների եւ իհարկե ձեր կենտրոնացման։ Թույլ տվեք ներկայացնել մեր այսօրվա 12 ամենախելացիներին։ Նրանք են Վարդան Ղուկասյան։ Ողջույն, ես Վարդան Ղուկասյանն եմ Գյումրիից։ Սովորում եմ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Այսօր այս հարթակում կրկին կանգնած ես հպարտ եմ խաղալ իմ ընկերների հետ։ Եվ ունենալով նախկին խաղերի փորձառությունը, ես կարծում եմ, որ ամենախելացին մեզ համար այլևս խաղ է եւ ոչ թե մրցույթ։ Խաղ, որը մենք պետք է խաղանք ընկերների հետ, որտեղ չկան ոչ հաղթողներ եւ ոչ պարտվողներ։ Մաղթում եմ բոլորիս հիշարժան խաղ։ Կեցեք Վարդան, հիանալի խոսք ու շատ լավ մեկնարկ էր։ Հայկ Մանթաշյան։ Բարև ձեզ, ես Հայկ Մանթաշյանն եմ Երևան քաղաքից։ Սովորում եմ Արտաշես Շահինյանի անվան ֆիզմատ դպրոցում։ Մաղթում եմ բոլորիս արդյունավետ խաղ։ Շնորհակալ ենք Հայկ, շատ հակիրճ եւ սեղմ էր ձեր խոսքը։ Աննա Մկրտչյան։ Ողջույն, ես Աննա Մկրտչյանն եմ, սովորում եմ Անանյա Շիրակացու անվան ճեմարանում, բոլորին մաղթում եմ հաջողություն։ Շնորհակալություն, ես զգում եմ արդեն ինչ ռազմատենչ տրամադրություն է այսօր։ Նարեկ Մանուկյան։ Ողջունում եմ բոլորին, ես Նարեկ Մանուկյանն եմ քաղաք Երևանից, սովորում եմ Անանյա Շիրակացու անվան ճեմարանում կրկին։ Բոլորիս մաղթում եմ շատ հետաքրքիր, ինտրիգային եւ դրական առումով անմոռանալի խաղ։ Արդեն անմոռանալի եւ դրական առումով ինտրիգային, Նարեկ, շնորհակալ ենք։ Տիգրան Սուքասյան։ Ողջույն, ես Տիգրան Սուքասյանն եմ, մարդ, որը սովորում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսում։ Պիտի ասեմ, որ հաջողությունը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ, քաջություն ունենալ շարունակելու, սա է իսկականից կարևոր։ Հիրավի ճիշտ խոսքեր են, քաջություն ունենալ շարունակելու, ինչ էլ որ եղած լինի։ Հովսեփ Հովսեփյան։ Բարև ձեզ, ես Հովսեփ Հովսեփյանն եմ Չարենցավանից, սովորում եմ Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոցում։ Մաղթում եմ հիշարժան եւ էմոցիոնալ խաղ, իսկ լավագույնին հաղթանակ։ Շնորհակալություն Հովսեփ, ես արդեն այդ հուզմունքի մեջ եմ։ Սաթենիկ Խեչումյան։ Ողջույն, ես Սաթենիկ Խեչումյանն եմ, քաղաք Աշտարակից, սովորում եմ Եվրոպական քոլեջում։ Նապոլեոնն ասում էր, որ աշխարհի ամենապերճախոս հռետորը դա հաջողությունն է։ Դա էր բոլոր մեծ մարդկանց հաջողության գաղտնիքը։ Դե ինչ, հաջողություն բոլորիս։ Շնորհակալություն Սաթենիկ։ Կարլեն Հակոբյան։ Ողջույն, ես Կարլեն Հակոբյանն եմ։ Նախկինում մասնակցել եմ 4-րդ եթերաշրջանին։ Ինչպես ասել է Լաոցին, նա հաղթում է մյուսներին, վստահ է, նա հաղթում է ինքն իրեն անվախ։ Ես ինչ-որ չափով կարողացել եմ հաղթել ինքս ինձ եւ այստեղ եմ խաղից հնարավորինս հաճույք ստանալու եւ ինքս ինձ գերազանցելու համար։ Բոլորին մաղթում եմ այնպիսի խաղ, որպեսզի հեռուստադիտողը հնարավորություն չունենա էկրաններից հեռանալու։ Վաու, հենց դա էլ մեր նպատակն է, որ խելքը դառնա թելադրող։ Շնորհակալ ենք Կարլեն։ Հայկուհի Պողոսյան։ Բարև ձեզ, ես Հայկուհի Պողոսյանն եմ, սովորում եմ Հայ-Չինական բարեկամության դպրոցի հիմնադրամի 11-րդ դասարանում։ Ինչպես ասել է Էսքիլեսը, իմաստունը նա չէ, ով շատ բան գիտի, այլ նա, ում գիտելիքներն օգտակար են։ Բոլորին մաղթում եմ իմաստալից խաղ եւ թող հաղթի ուժեղագույնը։ Կեցեք Հայկուհի, շնորհակալ եմ եւ քիչ հուզվեք, ամեն բան լավ կլինի։ Մարիամ Սարգսյան։ Ողջույն, ես Մարիամ Սարգսյանն եմ, Վաղաշապատից, սովորում եմ Այբ ավագ դպրոցի 10-րդ դասարանում, բոլորիս մաղթում եմ հետաքրքիր խաղ։ Շնորհակալ եմ Մարիամ, ժամանակը չի կորցնում իզուր։ Բարսեղ Աթանյան։ Ողջույն, ես Բարսեղ Աթանյանն եմ Էջմիածնից, սովորում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում համակարգչային գիտություն ծրագրով, բոլորին մաղթում եմ հաճելի խաղ։ Ինչ արագ մեծացաք դուք բոլորդ, բարով եք եկել Բարսեղ ջան։
Աննա Ամյան։ Բարև ձեզ, ես Աննա Ամյանն եմ։ Սովորում եմ Դիլիջանի ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն եւ ոսկե լիգային արժանի խաղ։ Շնորհակալ եմ Աննա, շնորհակալ ենք բոլորիդ ձեր խոսքերի, բարեմաղթանքների եւ իհարկե ձեր անգամ հուզմունքի համար։ Ձեզ ինձ շատերը նախկինում դպրոցական էին, իսկ հիմա արդեն ոմանք ավագ դպրոց կամ բարձրագույն ուսումնական կրթական հաստատություններ, բայց ձեր առաջնորդը կյանքում եւ ձեր հաջողություններում եղել է միայն 3 հիմնական հատկություն՝ խելքը, կամքը եւ իհարկե նպատակը։ Ես մաղթում եմ ձեզ այդ եռամիասնությամբ բոլորիդ հաղթանակած լինել այսօր անկախ արդյունքից խաղի եւ իհարկե ասում եմ, որ մեկնարկում ենք առաջին փուլը։ Հարգելի մասնակիցներ, թույլ տվեք ձեզ ներկայացնել առաջին փուլի կանոնները։ Առաջին փուլում ձեզ կտրվի 12 հարց եւ դուք 4 հնարավոր տարբերակից պետք է ընտրեք միակ ճիշտ տարբերակը, ինչի համար ձեզ կտրվի 5 վայրկյան։ 12 հարցից հետո 6 առավելագույն միավորներ վաստակած մասնակիցները կանցնեն հաջորդ, երկրորդ փուլ։ Սակայն, եթե 12 մասնակցից ենթադրենք 2-ը 6-րդ հորիզոնականը բաժանում են հավասար միավորներով, ապա մենք կշարունակենք տալ հավելյալ հարցաշարից հարցեր։ Եթե այդքանից հետո պատկերը չփոխվի, մենք կանդրադառնանք մտքի զիգզագ փուլին, որը ես ձեզ կներկայացնեմ ըստ անհրաժեշտության։ Կանոնները գիտեք, փորձառություն ունեք, ցանկությունը կա, ուրեմն առաջ ձեզ հաջողություն։ Սկսում ենք առաջին փուլը առաջին հարցով։ Ուշադրություն։ Հետևյալ թվերից որն է առանց մնացորդի բաժանվում 3-ի։ 248, 312, 461, 289։ Հետևյալ թվերից որն է առանց մնացորդի բաժանվում 3-ի։ Մենք ունենք 9 ճիշտ պատասխան, 312-ն էր առանց մնացորդի բաժանվում, ունենք 9 ճիշտ պատասխան եւ լսում ենք Աննա Մկրտչյանին։ Դե գիտեի ստացվեց մաթեմատիկական հաշվարկը եւ կարողացա ճիշտ պատասխանը դուրս բերել։ Եվ կարևորը արագությամբ դուրս բերել ճիշտ պատասխանը։ Կեցեք Աննա, շիրակացին ձեզ օգնեց այս դեպքում։ Գնում ենք առաջ, ուշադիր։ Հետևյալ հրաբուխներից որն է հանգած։ Էթնա, Հեկլա, Վեզուվ, Կիլիմանջարո։ Հետևյալ հրաբուխներից որն է հանգած։ Կիլիմանջարոն է համարվում հանգած հրաբուխ, մենք ունենք 6 ճիշտ պատասխան եւ լսում ենք Հովսեփ Հովսեփյանին։ Իհարկե մնացած 3 հրաբուխները վերջերս են ժայթքել եւ մեծ խնդիրների պատճառ են դարձել, իսկ Կիլիմանջարոն հանգած հրաբուխը հանդիսանում է Աֆրիկայի ամենաբարձր գագաթը, գտնվում է Տանզանիայում։ Շատ ճիշտ եք, մանավանդ Էթնան վերջերս անընդհատ ժայթքում էր, վախեցնելով շրջակա միջավայրում ապրող մարդկանց։ Բայց ասում են ակտիվ հրաբուխները բերում են երջանկություն տվյալ տարածքներին, չգիտեմ։ Շարժվում ենք առաջ, ուշադրություն։ Որ օրենքում է ասվում, որ մարմինները փոխազդում են մոդուլով հավասար եւ հակառակ ուղղված ուժերով։ Նյուտոնի առաջին օրենք, Հուկի օրենք, Նյուտոնի երրորդ օրենք, Պասկալի օրենք։ Որ օրենքում է ասվում, որ մարմինները փոխազդում են մոդուլով հավասար եւ հակառակ ուղղված ուժերով։ Նյուտոնի երրորդ օրենքը ունենք 9 ճիշտ պատասխան եւ լսում ենք Տիգրան Սուքիասյանին։ Սովորում եմ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում եւ ուղղակի պարտավոր եմ իմանալ։ Ինձ դուր է գալիս այդ պարտավոր բառը, որը դուք գործածեցիք, որովհետեւ այո, ձեր սֆերայի գիտելիքները պետք է իմանաք։ Շնորհակալ եմ անչափ լավ պատասխանի համար, ուշադրություն, հաջորդ հարցը։ Հետևյալ շախմատիստներից ով չի կրել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Միխայիլ Տալ, Վասիլի Սմիսլով, Եվհիմ Գելլեր, Միխայել Բոտվիննիկ։ Հետևյալ շախմատիստներից ով չի կրել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Եվհիմ Գելլերը չի կրել այդ տիտղոսը, ունենք 7 ճիշտ պատասխան եւ լսում ենք Վարդան Ղուկասյանին։ Շախմատասեր։ Ճիշտն ասած, խաղից 1 օր առաջ սկսեցի ուսումնասիրել շախմատի աշխարհի չեմպիոններին, որոնք 16-ն են եւ գիտենալով մնացած 3-ին, բացառության տարբերակով ընտրեցի երրորդը։ Ճիշտ պատասխաններ Վարդան, շատ շնորհակալ ենք։ Ուշադրություն, շարժվում ենք առաջ։ Քիմիական որ տարրն է Մենդելեևի պարբերական աղյուսակում նշանակվում S տառով։ Սիլիցիում, ծծումբ, սելեն, ցեզիում։
Քիմիական որ տարրն է Մենդելեևի պարբերական աղյուսակում նշանակվում S տառով։ Ծծումբն է S տառով նշանակվում, բոլորը գիտեին ճիշտ պատասխանը եւ լսում ենք Հայկուհի Պողոսյանին։ Գիտեի, որ S տառով նշանակվում է ծծումբ քիմիական տարրը։ Սուլֆուր։ Այո։ Հիշում եք։ Անցանք առաջ, ուշադրություն այս պահին ձեզ ենք ներկայացնում սա հարց։ Որ մայրաքաղաքն է պատկերված էկրանին։ Համեցեք։ Կանբերա, Փարիզ, Տոկիո, Վարշավա։ Որ մայրաքաղաքն է պատկերված էկրանին։ Տոկիոն է պատկերված էկրանին, ունենք 10 ճիշտ պատասխան եւ լսում ենք Մարիամ Սարգսյանին։ Չգիտեմ, ինչ-որ տեսնելուց արդեն հասկացա, որ Տոկիոն է։ Երկնաքերերը ընդհանուր տեսարան։ Իսկ խտությունը ինչ-որ բան հուշեց, որովհետեւ կարող էր լինել երկնաքերերով Նյու Յորքը կամ Դուբայ։ Նաև խտությունը։ Տոկիոն իսկապես ահռելի քաղաք է եւ շատ հետաքրքիր մշակույթով, իսկ մենք այս պահին նայում ենք մրցաշարային աղյուսակին։ Տեսնենք, թե ինչպիսի պատկեր է ձեր թվերի ու միավորների աշխարհում։ Գեղեցիկ եւ համաչափ պատկեր է։ Կարլեն Հակոբյանը, Բարսեղ Աթանյանը 6-ական միավորով, Հայկ Մանթաշյանը եւ Նարեկ Մանուկյանը, Տիգրան Սուքիասյանն ու Աննա Ամյանը հավասար 5-ական միավորով առաջ են ընթանում։ Սա իսկապես հավասարազոր ուժեղ մարդկանց մրցություն է, այնպես որ շարժվում ենք առաջ։ Ուշադրություն։ Որ թվականին են կայացել նոր ժամանակների առաջին օլիմպիական խաղերը։ 1892, 1896, 1900, 1904։ Որ թվականին են կայացել նոր ժամանակների առաջին օլիմպիական խաղերը։ 1896 թվականին ունենք 8 ճիշտ պատասխան եւ վերջապես լսում ենք Բարսեղ Աթանյանին։ Գիտեի, որ նոր ժամանակների օլիմպիական խաղերը կայացել են հենց 1896 թվականին։ Իսկ ինչն էր պատճառը, որ իմացել եք, ուղղակի սպորտով հետաքրքրվել։ Սպորտով հետաքրքրվում եմ, բացի այդ օլիմպիական խաղերի պատմությունը իստիպում են հենց բոլորն էլ հետաքրքիր է ու տարածված ինֆորմացիա։ Ինչ հաճելի կարծիք ունեք դուք բոլորի մասին։ Կեցեք Բարսեղ, շնորհակալություն, ուշադրություն։ Անցնում ենք հաջորդ հարցին։ Ով է 1922 թվականին արժանացել խաղաղության Նոբելյան մրցանակի անպաշտպաններին ցուցաբերած օգնության համար։ Անրի Դյունան, Ֆրիդյոֆ Նանսեն, Ալբերտ Շվեյցեր, Լայնուս Պոլլինգ։ Ով է 1922 թվականին արժանացել խաղաղության Նոբելյան մրցանակի անպաշտպաններին ցուցաբերած օգնության համար։ Ֆրիդյոֆ Նանսենն է ճիշտ պատասխանը, ունենք 9 ճիշտ տարբերակ եւ լսում ենք Կարլեն Հակոբյանին։ Գիտեի Ֆրիդյոֆ Նանսենի ցուցաբերած մարդասիրական օգնությունները, նշեմ, որ այդ շրջանում եղել են այլ նաև մեծ մարդասերներ, որոնց վառօրինակը Մայր Թերեզան է։ Նոբելյան մրցանակը հանձնվել էր հենց Ֆրիդյոֆ Նանսենին 1922 թվականին։ Դե ինչ, պատրաստ ենք։ Այս պահին թարմանում ենք եւ վայելում ենք մեր երաժշտական հարցը։ Ուշադրություն։ Որ բալետից է հետեւյալ հատվածը, լսում ենք։ Այսպիսով, որ բալետից էր հետևյալ հատվածը. Սպարտակ, Ժիզել, Կարապիլիչ, Գայանե։ Որ բալետից էր հետևյալ հատվածը. Գայանե բալետից էր այս հատվածը, ունենք 7 ճիշտ պատասխան եւ լսում ենք Մարիամ Սարգսյանին։ Հետևյալ հատվածը Գայանե բալետից ուսերով բար հատվածն էր։ Շատ ճիշտ եք։ Իդեպ սա ռեկորդակիր է եղել այն ժամանակ, երբ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում երաժշտական ապարատներ կային, դուք կարող եք ֆիլմերից տեսնեք, որ ռեկորդակիր է եղել այդ ապարատներով պատվիրված ուսերով բարը։ Պատկերացնեք ինչ հաջողություն։ Ես կարծում եմ, որ տեղին է եւ ժամանակին դիմել այս պահին մեր ցուցատախտակին, որպեսզի տեսնենք, թե ինչ փոխվեց թվերի աշխարհում։ Իսկ փոխվեց շատ բան, փոխվեց այն, որ Բարսեղ Աթանյանը ձեր ծափահարությունների ներքո 9 միավորով, Տիգրան Սուքիասյանը 8 միավորով, Հայկ Մանթաշյանը, Աննա Մկրտչյանը, Կարլեն Հակոբյանը եւ Աննա Ամյանը շարունակում են հաստատուն 7 միավորով առաջ ընթանալ, մնացյալները մի քիչ հետ են մնում, բայց ամեն ինչ արժևում է, մենք դեռևս ունենք մի քանի հարց հիմնական հարցաշարից եւ պատկերը կարող է փոխվել։ Ուշադրություն։
Անգլիայի որ արքան է եղել խաչակրաց 3-րդ արշավանքի ղեկավարներից մեկը։ Հենրի 4, Էդուարդ առաջին, Գեորգ II, Ռիչարդ առաջին։ Անգլիայի որ արքան է եղել խաչակրաց 3-րդ արշավանքի ղեկավարներից մեկը։ Ռիչարդ առաջինի մասին խոսք ունենք 11 ճիշտ պատասխան եւ լսում ենք Տիգրան Սուքիասյանին։ Ռիչարդ առաջինը հայտնի էր առյուծասիրտ մականվամբ, նա 3 հիմնական լիդերներից մեկն էր, որ մասնակցում էին խաչակրաց 3-րդ արշավանքին։ Կեցեք Տիգրան, շատ լավ, մանրամասն ճիշտ պատասխան։ Ուշադրություն, հաջորդ հարցը։ Որ միջատների միջոցով է տարածվում մալարիայի հարուցիչը։ Մլակ, տիզ, լու, մոծակ։ Որ միջատների միջոցով է տարածվում մալարիայի հարուցիչը։ Իհարկե ցավոք մոծակի միջոցով մենք ունենք 10 ճիշտ պատասխան եւ լսում ենք Սաթենիկ Խեչունյանին։ Կենսաբանության դասընթացներից հիշում եմ, որ հենց մոծակն է մալարիայի հարուցիչը, այդպես ճիշտ պատասխանեցի։ Շատ լավ է, որ դպրոցական գիտելիքները դեռ կարողանում ենք հիշել ու կիրառել։ Ուշադրություն, ներկայացնում եմ ձեզ մեր հիմնական հարցաշարի վերջին 12-րդ հարցը։ Մեծագույն հայերից ում մասին է պատմում «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը։ Ալբերտ Ազարյան, Մհեր Մկրտչյան, Լեոնիդ Ենգիբարյան, Արնո Բաբաջանյան։ Մեծագույն հայերից ում մասին է պատմում «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը։ Լեոնիդ Ենգիբարյանի մասին է պատմում, ինչ լավ է, որ բոլորդ գիտեիք, ճիշտ պատասխանեցին բոլորը եւ լսում ենք Աննա Ամյանին։ Դիտել էի «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը եւ գիտեի, որ դա Լեոնիդ Ենգիբարյանի մասին է։ Իսկ ով էր խաղում գլխավոր դերում։ Հենց ինքը Լեոնիդ Ենգիբարյանը խաղում էր Լեոնիդի դերում։ Հարգելի եւ շատ սիրելի մասնակիցներ, դուք վաղուց ինձ հարազատ եք դարձել եւ ես կուզեի ձեզ տալ հավասար միավորներ, բայց մեր մրցաշարային աղյուսակը աշխատում է այլ կերպ։ Նայենք ցուցատախտակին։ Եվ ուզում եմ փաստել, որ Բարսեղ Աթանյանը 12 հարցից 12 ճիշտ պատասխանով անցնում է առաջ։ Տիգրան Սուքիասյանը 11, Աննա Մկրտչյանը, Կարլեն Հակոբյանը եւ Աննա Ամյանը 10-ական միավորով առաջ են անցնում եւ մենք այս մասնակիցներին արդեն շնորհավորում ենք, որովհետեւ նրանք հայտնվեցին երկրորդ փուլում, կեցեք։ Բայց այս ամենը դեռ չի նշանակում ավարտը մեր այս խաղի ու այս փուլի, որովհետև Վարդան Ղուկասյանը, Հովսեփ Հովսեփյանը եւ Մարիամ Սարգսյանը 9-ական միավորով, այսինքն հավասար միավորներով բաժանում են վերջին 6-րդ հորիզոնականը։ Ուստի, ինչպես ես ներկայացրեցի խաղի սկզբում, շարունակում ենք տալ հավելյալ հարցաշարից հարցեր։ Պատրաստ։ Գնացինք։ Հետևյալ գրական ստեղծագործություններից որի հեղինակը Էրնեստ Հեմինգուեյը չէ։ Ում մահն է գուժում զանգը, Կիլիմանջարոյի ձյուները, տոն, որը միշտ քեզ հետ է, 24 ժամ մի կնոջ կյանքից։ Հետևյալ գրական ստեղծագործություններից որի հեղինակը Էրնեստ Հեմինգուեյը չէ։ 24 ժամ մի կնոջ կյանքից այս պատմության մասին 3 ճիշտ պատասխան ունենք եւ լսում ենք Վարդան Ղուկասյանին։ Ճիշտն ասած, նորից սկսել էի ուսումնասիրել Էրնեստ Հեմինգուեյի ստեղծագործությունը եւ հանդիպել էի մնացած բոլոր ստեղծագործություններին, այդ թվում ում մահն է գուժում զանգը եւ Կիլիմանջարոյի ձյուները, որի հիման վրա նկարահանված է շատ ճգնախ ֆիլմ, այսպես կարողացա կողմնորոշվել։ Դե ինչ, նայում ենք կրկին ցուցատախտակին, համեցեք։ Պատկերը ինչ խոսք փոխվեց, սակայն ոչ ամբողջապես։ Վարդան Ղուկասյանն ու Մարիամ Սարգսյանը ունեն 10-ական միավոր եւ կրկին բաժանում են 6-րդ հորիզոնականը։ Մենք շարունակում ենք տալ հարցերը։ Որ կրոնն է դավանում Լաոսի բնակիչների մեծամասնությունը։ Դաոսիզմ, բուդդայականություն, ռաստաֆարի, իսլամ։ Որ կրոնն է դավանում Լաոսի բնակիչների մեծամասնությունը։ Բուդդայականություն, ունենք 6 ճիշտ պատասխան եւ լսում ենք Հայկ Մանթաշյանին։ Դե Լաոսը գտնվում է հարավ-արևելյան Ասիայում, հետեւաբար այնտեղ տարածված է բուդդիզմը, ուրեմն բուդդայականություն է։ Ինչ հաճելի ճամփորդություն կատարեցիք եւ վերջապես ճիշտ պատասխանը դուրս բերեցիք։ Կրկին նայենք ցուցատախտակին։ Պատկերը մնաց անփոփոխ։ Ուշադրություն, վերջին հարցն է մեր
հավելյալ հարցաշարից։ Հետևյալ մոլորակներից որն է ամենափոքրը։ Սատուրն, Մարս, Վեներա, Նեպտուն։ Հետևյալ մոլորակներից որն է ամենափոքրը։ Մարսը ճիշտ պատասխանն է, ունենք 3 ճիշտ պատասխան եւ լսում ենք Հայկուհի Պողոսյանին։ Ֆիզիկայի դասընթացից հիշում էի այդ պատճառով ճիշտ պատասխանեցի։ Շատ ապրեք, շատ ուրախ եմ, որ ճիշտ պատասխանեցիք եւ վստահ եմ, որ մրցաշարային աղյուսակը մեզ կներկայացնի այս պահին թվանշանային միավորային տարբերակը ձեր բոլորի այս փուլի աշխատանքի։ Ուշադրություն։ Ցուցատախտակ։ Ծափահարությունները տեղին են, թեև պատկերն անփոփոխ։ Վարդան Ղուկասյանը եւ Մարիամ Սարգսյանը 12-ական միավորով առաջ են անցել եւ դեռևս բաժանում են հավասար կերպով 6-րդ հորիզոնականը։ Մնացյալները հետ են մնում, իսկ ես ինչպես ներկայացրեցի խաղի սկզբում, սա իսկապես արժանիների խաղ է, մենք պետք է անցնենք մտքի զիգզագ փուլին։ Ես հիշեցնում եմ, որ մտքի զիգզագ փուլը բացառիկ կերպով արագության փուլ է։ Վարդան Ղուկասյանը եւ Մարիամ Սարգսյանը կխաղան այս փուլը, որպեսզի մենք հասկանանք, թե նրանցից ով է անցնում հաջորդ, երկրորդ փուլ։ Ներկայացնում եմ ձեզ կանոնները։ Դուք պետք է համապատասխանեցնեք թվերը տարերին։ Օրինակ, կինոմրցանակները՝ Օսկար, Կինոտավր, Ոսկեծիրան, Սեզար։ Երկրներով տրված է Ֆրանսիա, ԱՄՆ, Հայաստան, Ռուսաստան։ Մենք պետք է համապատասխանեցնենք երկիրը կինոմրցանակին։ Օրինակ, Օսկարը ԱՄՆ-ն, Կինոտավրը Ռուսաստան, Ոսկեծիրանը Հայաստան եւ Սեզարը Ֆրանսիան։ Սա իհարկե օրինակներ, իսկ հիմա ուշադրություն, առաջադրանքը։ Ճակատամարտ, Ձիրավի, Մանասկերտի, Սարդարապատի, Ավարայրի, դարերը՝ 5-րդ, 20-րդ, 4-րդ, 11-րդ։ Սա արագության փուլ է։ Ծափարենք մեր մասնակիցներին եւ ասեմ, որ Մարիամ Սարգսյան արագությամբ կարողացավ ճեղքել եւ անցնել երկրորդ փուլ։ Իսկ մենք ի սրտե ծափահարում ենք Վարդան Ղուկասյանին, Հայկ Մանթաշյանին, Նարեկ Մանուկյանին, Հովսեփ Հովսեփյանին, Սաթենիկ Խեչումյանին, որոնք ցավոք սրտի չկարողացան անցնել հաջորդ փուլ։ Հաջորդ փուլում կհանդիպենք Բարսեղ Աթանյանի, Տիգրան Սուքիասյանի, Աննա Մկրտչյանի, Կարլեն Հակոբյանի, Աննա Ամյանի եւ վերջապես Մարիամ Սարգսյանի հետ կհանդիպենք երկրորդ փուլում։ Բարով եք եկել ամենախելացին հեռուստանախագծի արդեն երկրորդ փուլ։ Ես ուզում եմ ուրախությամբ նշել այն մասնակիցների անունները, որոնք կարողացան հաղթահարել առաջին փուլի բարդ հարցերը եւ հայտնվել երկրորդ փուլում։ Նրանք են Մարիամ Սարգսյան, Բարսեղ Աթանյան, Տիգրան Սուքիասյան, Աննա Մկրտչյան, Կարլեն Հակոբյան, Աննա Ամյան։ Այս ծափահարությունները փաստում են, որ արժանի կերպով մեր մասնակիցները հայտնվել են երկրորդ փուլում եւ մենք պետք է սկսելու համար անցնենք գաղտնազերծում փորձության միջով։ Ինչ է այն իրենից ներկայացնում։ Նախ սա արագության փորձություն է։ Ձեզ կներկայացվի հուշող բառը կամ արտահայտությունը եւ դուք պետք է համապատասխանեցնեք տառերը թվերին գտնելով գաղտնաբառը։ Արագորեն այս փորձությունը հաղթահարած մասնակիցը կկարողանա հետագայում ընտրել մեր 12 կատեգորիաներից ամենից հարմարները, այնպես որ զինվեք ուշադրությամբ եւ ուշադրություն օրինակը։ Իներտ գազ, թվերն են 9, 8, 2, 6, 6, 6։ 9-ի ներքո քտարն ենք թաքցրել, 8-ին համապատասխանում է սն, ե-ի տակ 2-ն է, 6-ի տակ ն, մյուս 6-ի տակ ո-ն եւ այսպես քսենոններ մեր օրինակում թաքցված բառը։ Ուշադրություն,
Թվերն են 8-1-8-1-1-8-1-7 քրիստոնեական տաղավար տոն։ Գաղտնազերծված բառը վարդավառն էր եւ մենք ունենք բացառիկ արագությամբ այս փորձությունը անցած մասնակիցներ, ուստի կխաղանք հետեւյալ հաջորդականությամբ։ Մարիամ Սարգսյանը բացառիկ արագությամբ գտավ գաղտնաբառը, ուստի կխաղա առաջինը։ Բարսեղ Աթանյան կրկին զարմացրեց արագությամբ։ Կարլեն Հակոբյան, Աննա Ամյան, Աննա Մկրտչյան, Տիգրան Սուքյասյան։ Դե ինչ, այ հիմա ես հստակ կարող եմ ասել, որ դուք պատրաստ եք երկրորդ, թերևս ամենաբարդ փուլերից մեկին։ Ես հիշեցնում եմ, որ մենք ձեզ համար պատրաստել ենք 12 կատեգորիա։ Ձեզնից յուրաքանչյուրը ունենալու է երկուական թեմայի ընտրության հնարավորություն։ Ամեն անգամ թեման ընտրելիս ձեզ տրվելու է 60 վայրկյան ժամանակ, որպեսզի դուք պատասխանեք առավելագույն քանակի հարցերի։ Եթե պատրաստ եք, ներկայացնեմ ձեզ մեր 12 կատեգորիաները։ Նրանք են հայոց լեզու, մաթեմատիկա, պատմություն, աշխարհագրություն, քաղաքականություն, հայտնի մարդիկ, գրականություն, սպորտ, ֆիզիկա, քիմիա, դիցաբանություն եւ գաղտնիք։ Թե ինչ է դրված գաղտնիք թեմայի մեջ կիմանաք միայն ընտրության պահին, կիմանան համարձակները։ Թե ինչ պատրաստ եք։ Սկսում ենք խաղը Մարիամ Սարգսյանի հետ։ Մարիամ, դուք կարողացաք հաղթահարել ամենից բարդ պահը, կենտրոնանալ եւ անցնել երկրորդ փուլ։ Ունեիք երկրորդ փուլում հայտնվելու ակնկալիք կամ հույս։ Բոլորս էլ եթե մասնակցում ենք, ուրեմն ակնկալիքներ ունենք ամենալավ արդյունքը ցուցաբերել, այդպես էլ ես։ Շատ լավ էր ասված։ Մարիամ, եթե ձեզ տրվեր կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը, ինչպես կվարվեիք կամ ինչ հիմնական մի երևույթ կփոխեիք։ Առաջին հերթին, քանի որ ես էլ աշակերտ եմ ու տեսնում եմ կրթության համակարգի խնդիրները, կփոխեի բավականին հին դպրոցական ծրագրերը ու հատկապես դասագրքերը։ Լավ եք ասում։ Եվ մանավանդ, որ ժամանակը շատ առաջ է անցնում, չէ՞, ուսումնական ու կրթական միջոցներն էլ են փոխվում։ Մարիամ, դուք ունեք բացառիկ հնարավորություն ընտրելու ձեզ համար ամենից հետաքրքիր կամ ամենից հարազատ թեման։ Մաթեմատիկա։ Մաթեմատիկա։ Ամենից ռոմանտիկ թեման է։ Թեման ընտրված է։ Պատրաստ եք։ Գնացինք։ Ինչի է հավասար 3/7 եւ 7/3 կոտորակների արտադրյալը։ 1. Որքան է կազմում երկու ամենափոքր բնական թվերի գումարի քառակուսին։ 9. Այո, ճիշտ է։ Քանի աստիճան է 120 աստիճանի աղեղի վրա հենված ներգծյալ անկյունը։ 60։ Ճիշտ է։ Որ ամսին է նշվում պի թվի օրը։ Մարտ։ Ճիշտ է։ Քանի նիստ ունի տետրաէդրը։ 3։ 4. Ինչի է հավասար մինուս 13 թվի քառակուսին։ 113։ 169։ Աստիճանի որ մասն է կոչվում րոպե։ 1/60։ Ճիշտ է։ Քանի սանտիմետր է 44 սանտիմետր պարագիծ ունեցող քառակուսու կողմը։ Պատասխան 11։ Որքան է կազմում քառակուսու երկու անկյունների գումարը։ 90։ 180 աստիճան։ Կոորդինատային հարթության որ քառորդում է գտնվում -7 -5 կետը։ 3-րդ։ Ճիշտ է։ Որն է 6-12 երկրաչափական պրոգրեսիայի հաջորդ անդամը։ 24։ Քանի գագաթ ունի հնգանկյունը։ 25։ 5։ Ինչի է հավասար 23 սանտիմետր տրամագիծ ունեցող շրջանագծի շարավիղը։ 12.5։ 11.5։ 5 ճիշտ պատասխան ունի Մարիամ Սարգսյանը, մենք շնորհակալ ենք, որ իր խիզախությունը հավաքեց ու կարողացավ ճիշտ ներկայանալ, իսկ խաղը շարունակում ենք Բարսեղ Աթանյանի հետ։ Բարսեղ։ Ես չեմ կարող չխոսել եւ չհարցնել ձեր կրծքանշանների մասին։ Կխնդրեմ պատմեք հերթով, որ մեկը որտեղից է, երբ է։ Ձեզնից դեպի ձախ 3 հատը առաջին եթերաշրջանից են, իսկ մյուսը երկրորդ եթերաշրջանի 100 եզրափակչին է։ Քչություն չեն անում այդ կրծքանշանները ձեր կյանքում։ Լավ, իսկ եթե լուրջ Բարսեղ, հաղթանակը ինչ է ձեզ համար եւ ինչպես են մարդիկ հաղթանակում։ Այստեղ թե ընդհանրապես։ Այստեղ եւ ընդհանրապես։ Հաղթանակ
Կարծում տարբեր մոտեցումներ կա, բայց իմ համար շատ կարևոր է հաղթանակ ինքդ քո նկատմամբ։ Ինչն էլ կբերի արդեն մյուս հաղթանակներին։ Շատ ճիշտ եք։ Դուք պատրաստ եք ընտրելու թեման։ Այո։ Համեցեք։ Աշխարհագրություն։ Աշխարհագրություն։ Ծափարությունները տեղին են։ Հաճելի է խաղալ այս կատեգորիայում, ուշադրություն։ Գնացինք։ Որ լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է Ակոնկագուան։ Անդեր։ Եվրոպական պետության մայրաքաղաքն է Վիլնյուսը։ Լիտվա։ Ճիշտ է։ Որ աշխարհամասի մի շարք երկրներում է գործածվում պեսո արժույթը։ Հարավային Ամերիկա։ Ճիշտ է։ Որ թերակղզու պայմանական հյուսիսային սահմանն է անցնում Դանուբ, Կուբա եւ Սավա գետերով։ Բուլղարիա։ Բալկանյան։ Ասիայի որ երկրում է 2013 թվականին առաջին անգամ կին նախագահ ընտրվել Պակ Կին-խեն։ Հաջորդը Հարավային Կորեա։ Ինչպես է կոչվում երկիր մոլորակի Մարտին Բեհայմի կողմից ստեղծված փոքրամասշտաբ մոդելը։ Ճիշտ է, որ նավապետն է իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն իրականացրել Ջեյմս Կուկը, որ աշխարհամասում են գտնվում Կարպատները։ Եվրասիա։ Եվրոպա։ Սաուդյան Արաբիայի որ քաղաքի անվանումն է թարգմանաբար նշանակում քաղաք։ Մեդինա։ Այո, ճիշտ է։ Որ գետից են սկիզբ առնում Շիրակի եւ Թալինի ջրանցքները։ Շատ ճիշտ է։ Որ մայրցամաքի տարի է անվանվել 1960-ը, ճիշտ է։ Որ ծովն է թափում Կուբան գետը։ Կասպից։ Ազովի։ Որ լեռնաշղթայում է գտնվում Եվրոպայի բարձրագույն լեռնագագաթների գերակշիռ մասը։ Ճիշտ է։ Աշխարհագրական ինչ օբյեկտներ են Կամչատկան եւ Չուկոտկան։ Այո, ճիշտ է։ Ու ճիշտ պատասխան ունի Բարսեղ Աթանյանը։ Բոլորովին էլ վատ մեկնարկ չէ։ Ես շատ եմ նեղվում, երբ դուք հուզվում եք, իսկ խաղը շարունակում ենք Կարլեն Հակոբյանի հետ։ Կարլեն, ես անչափ հպարտանում եմ եւ ուրախանում, երբ տեսնում եմ ձեզ երբեմնի դպրոցականներին արդեն հասուն, մեծ տարիքով, ձեր կյանքում ինչ է փոխել այդ ընթացքը, ժամանակահատվածը։ Դե անցել է մոտավորապես 3 տարի, բնականաբար շատ բաներ են փոխվել եմ ես, դարձել եմ ավելի հասուն, փոխվել է գրեթե ամեն ինչ։ Իսկ մտածողության հետ կապված կամ գաղափարների։ Միանշանակ ամեն ինչ շատ է փոխվել։ Կարլեն, հաճելի է, որ չի փոխվել ձեր հուզմունքը։ Այն միշտ շոյում է եւ նաեւ յուրահատուկ հմայք ունի, բայց ես առաջարկում եմ չհուզվել։ Լարվածությունը ինձ ավելի օգուտ է բերում։ Կեցեք։ Մենք ունենք հայոց լեզու, պատմություն, քաղաքականություն, հայտնի մարդիկ, գրականություն, սպորտ, ֆիզիկա, քիմիա, դիցաբանություն եւ գաղտնիք։ Մեծ հաճույքով կընտրեի բոլորը միասին, սակայն չկա այդ հնարավորությունը։ Փորձենք պատմություն։ Պատմություն, հիանալի է։ Թեման ընտրված է։ Պատրաստ եք։ Իհարկե։ Գնացինք։ Եվրոպական երկրում է միջնադարում հիմնադրվել Ֆարնեզե իշխանական տոհը։ Իտալիա։ Ճիշտ է։ Հին Հռոմի որ կայսրներ իր ձյուն սենատ դարձրել։ Կալիգուլա, ճիշտ է։ Ով է եղել Երվանդունիների արքայատան վերջին թագավորը մեծ հայտնի։ Ճիշտ է։ Անգլիայի որ թագավորն է գրել առուտ, ճիշտ է։ Որ աշխարհամասի բնակիչներն են 3000 տարի առաջ ընտելացրել լամային։ Հարավային Ամերիկա։ Ամերիկա, ճիշտ է։ Որ դարում է Օտտո ֆոն Բիսմարկը Պրուսիայի թագավորի կողմ, ճիշտ է։ Մեծարգությունից առաջ 66 թվականին հռոմեացի որ ճիշտ է, որ տերության վաղ կայսրության ժամանակահատվածն է կոչվում, ճիշտ է։ ԱՄՆ որ նախագահի հրաժարականով է ավարտվել Watergate-յան սկանդալը։ Ռիչարդ Նիքսոն, որ քաղաքում է 1575 թվականի ապրիլի 26-ին ծնվել Մարիա Մեդիչին, Ֆլորենցիա։ Հռոմի որ կայսրն է հաջորդել Օկտավիանոս Օգոստոսին, ճիշտ է։ Որ երկրի քաղաքական կյանքում են մեծ դեր ունեցել Թորի եւ Վիկ կուսակցությունները։ Անգլիա։ Ճիշտ է, Մեծ Բրիտանիա, որ ճեմարանն է Մոսկվայում բացվել 1815-ին, ճիշտ է։ Մեր վարկությունից առաջ որ դարում է ապրել Ֆիլիպոս II, ճիշտ է, որ քաղաքն է 1924-ից 91 թվականներին անվանվել Սվերդլովսկ։ Ստոկհոլմ։ Եկատերինբուրգը։ Հոնների որ առաջնորդին է լեգենդի համաձայն Հռոմի պապը համոզել չարշավել Հռոմի վրա։ Ճիշտ է։ Վաու, 13 ճիշտ պատասխան, կեցեք, Կարլեն։ Բրավո։ Դե եթե դուք բոլորդ այսպես հուզվեք, ես իհարկե վերջում բարի դեմքով շնչահեղձ կլինեմ, լավ առումով իհարկե, որովհետև չեմ հասցնի կարդալ հարցերը։ Մենք շարունակում ենք խաղը Աննա Ամյանի հետ։ Աննա, IT աշխարհը, որքանով է Հայաստանում արդեն կարողանում փոփոխություն մտցնել մեր կենցաղում, կամ որքանով է կարևոր նրա առկայությունը։ Նրա առկայությունը միանշանակ կարևոր է, քանի որ ավելի հեշտացնում մարդկանց շփումը, ովքեր մեզնից ավելի հեռու են, բայց երբեմն խանգարում է շփումը այն մարդկանց հետ, ովքեր մեզ մոտ են, եւ ավելի է հեռացնում նրանցից։ Մենք արդեն գնացինք սոցիալական կայքերի ոլորտ, ոչ միայն ՏՏ։
Մենք ունենք գեղեցիկ ու հետաքրքիր թեմաներ, առաջարկում եմ ձեզ ընտրել։ Հայոց լեզու։ Հայոց լեզու։ Մենք խաղում ենք Աննա Ամյանի հետ, որն ընտրեց հայոց լեզու թեման։ Աննա, արագության մասին հիշում ենք։ Այո։ Պատրաստ եք։ Անպայման։ Գնացինք։ Ինչն է գեղեցկացնում մարդուն համաձայն հայկական առածի։ Աշխատանք։ Այո, ճիշտ է։ Թվականների որ խմբին է պատկանում 118 բառը։ Փոս։ Քանակական։ Որ գործողությունը կարող է իրականացվել երկու տարբերակով՝ ըստ վանկերի եւ ըստ բառի բաղադրիչների։ Վանկատում։ Տողադարձ։ Կազմությամբ ինչ բառ է բանակցություն գոյականը։ Ածանցավոր։ Բարդացանցավոր։ Կետադրական որ նշանն է դրվում մեջբերվող ուղղակի խոսքի սկզբում եւ վերջում։ Ճակերտ։ Այո, ճիշտ է։ Որ կենդանիների խումբն են բոլուկից բացի երբեմն անվանում, այո, ճիշտ է։ Հապավումների որ տեսակին են պատկանում քաղբանտարկյալ եւ քիմ մաքրում բառերը։ Վանկային։ Խառը։ Որ վերջավորությամբ է կազմվում կնքահայր բառի հոգնակին։ Էր։ Այո, ճիշտ է։ Որն է ձևաբայրի մյուս տեսակը անկատարից, ապակատարից եւ ժխտման ձևաբայից բացի։ Վաղակատար։ Այո, ճիշտ է։ Քանի հնչյուն կա ոստրե բառում։ 6։ Այո։ Ինչ սերիբա է գործածված տիկնիկային թատրոնում ազդարարվեց թատերաշրջանի մեկնարկը նախադասության մեջ, ճիշտ է, որ ձայնավորի հնչյունափոխությունն է առկա ընձուղ բառում, ճիշտ է։ Ճիշտ է, 8 ճիշտ պատասխան, Աննա, շատ է մի հանգիստ, բայց նաև հավասարակշիռ, շատ լավ էր, կեցեք։ Դե ինչ, այս պահին նայենք մրցաշարային աղյուսակին եւ տեսնենք, թե ինչպիսի պատկեր է ձեր միավորների աշխարհում։ Համեցեք։ Ցուցատախտակ, ցուցատախտակ։ Շատ լավ պատկեր է։ Կարլեն Հակոբյանը 13, Բարսեղ Աթանյանը 8, Աննա Ամյանը 8, Մարիամ Սարգսյանը մի քիչ հետ է մնում 5 միավորով։ Դե ինչ։ Մենք շարունակում ենք խաղալ Աննա Մկրտչյանի հետ։ Աննա։ Այո։ Ինչ եք որոշել դառնալ։ Չեմ որոշել։ Ինչով է դա պայմանավորված։ Հոբիներով, երևի շատ հոբիներ ունեմ։ Էդ էլ մի բան չի, երբ որ մարդու զբաղմունքը շատ է, չի կողմնորոշում, իսկ որ ուղղությունն եք առավել նախընտրում, եթե բացասումով գանք։ Երևի քաղաքագիտություն կամ դիվանագիտություն։ Լավն է, հետաքրքիր կլինի։ Դուք ձեզ տեսնում եք քաղաքականության մեջ, փաստորեն։ Այո, ինչու ոչ։ Ինչու ոչ։ Դե ինչ, եկեք ընտրենք, ունենք թեմատիկ հետաքրքրություններ, ոնց նայում եմ։ Եկեք փորձենք գաղտնիք։ Միանգամից գաղտնիք։ Ես շատ եմ սիրում համարձակ աղջիկների, առհասարակ համարձակ մարդկանց ծափարությունները ձեզ գաղտնիք թեման ընտրված է եւ գաղտնիքի հետևում թաքնված է լայնածավալ մշակույթը։ Դա լավ է թե վատ։ Իհարկե լավ է։ Ընտիր։ Թեման ընտրված է, պատրաստ եք։ Իհարկե։ Աննա ջան, հիշում եք արագության մասին։ Միանշանակ։ Պատրաստ։ Գնացինք։ Ով է Կարմիր քառակուսի կտավի հեղինակը։ Մալևիչ։ Ճիշտ է։ Որ լեզվով է գրվել Թեոդոր Դրայզերի քույր Քերին, ճիշտ է։ Որ նկարիչն է հեղինակել Վան Գոգի Աթոռը կտավը։ Վան Գոգ։ Այո, ճիշտ է։ Որ նկարիչն է Greenway գիշերային դեպք ֆիլմի գլխավոր հերոսը։ Անցանք։ Ռեմբրանտ։ Որ կենդանիներն են պատկերված առավոտը Սոճիների անտառում նկարի վրա։ Սկյուրներ։ Արջեր։ 19-րդ դարի ուկրաինացի որ պոետներ նաև պրոֆեսիոնալ կերպով նկարում։ Անցանք։ Տարաս Շևչենկը։ Մադրիդյան որ թանգարանի տնօրենն է 30 տարի եղել նկարիչ Դ Սոտոմայորը։ Մադրիդ անցանք։ Պրադո։ Հունգարացի որ կոմպոզիտորն է Սիլվա եւ Կրկեսի արքայդուստրո օպերետաների հեղինակը։ Անցանք։ Իմրե Կալման, որ երկրում է գտնվում Ապոլոնի մերձվարկությունից առաջ 4 դարում կառուցված, այո, ճիշտ է։ Շոլոխովի որ հայտնի վեպն է բաղկացած 4 հատորից։ Անցանք։ Խաղաղ Դոնը։ Ֆրանսիական որ քաղաքում է գտնվում Մոնպարնասի թանգարանը։ Փարիզ։ Փարիզ։ Ինչպես էր Սալվադոր Դալին անվանում իր կնոջն ու մուսային Ելենա Դյակոնովային։ Դալի։ Գալա։ Ամադեի ֆիլմի հերոս որ կոմպոզիտորն էր ցանկանում գողանալ Մոցարտի ռեկվիեմը։ Սալերի։ Այո, ճիշտ է։ 5 ճիշտ պատասխան, բոլորովին էլ վատ չէ, բայց դուք գիտեիք ավելին։ Ամեն դեպքում շշմելու լավ բան է համարձակությունը, վստահ եմ, որ երկրորդ շրջափուլում դուք կգրավեք այլ ցուցանիշ, իսկ մենք խաղը շարունակում ենք եւ ամփոփում ենք Տիգրան Սուքիասյանի հետ։ Տիգրան, ձեր կարծիքով, որ մասնագիտության կամ ինչպիսի մասնագիտության պակաս կա այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Կարծում եմ, որ պակաս կա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, բայց հուսադրող տեսլական կա, որ դա մոտ ապագայում դա կլրացվի, քանի որ մենք մեր շրջապատում տեսնում ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաները շատ են գրավում մարդկանց։ Հավանաբար ապագայում այդ բացը կշտկվի, այդուհանդերձ չեմ ասում նաև
Մյուս գիտությունների դերը, հումանիտար գիտությունների դերը, օրինակ պատմություն, գրականություն, որոնք որ ավելի շատ ազգային նշանակություն ունեն մեզ համար, քանի որ մենք պետք է իմանանք մեր անցյալը, որպեսզի կարողանանք գնալ ապագա։ Այնքան ճիշտ ասացիք։ Ես օրինակ կարծում եմ, որ շատ մեծ կարիք կա պատմության ուսումնասիրության, վերաիմաստավորության, նորից գրելու եւ ճիշտ ձևով ներկայացնելու ամեն դեպքում։ Մենք ունենք քաղաքականություն, հայտնի մարդիկ, գրականություն, սպորտ, ֆիզիկա, քիմիա, դիցաբանություն։ Կփորձենք ֆիզիկան։ Կփորձենք ֆիզիկան, ասաց Տիգրան, իսկ ես վստահ եմ, որ կանի առավելագույնը։ Թեման ընտրված է։ Գնացինք։ Ինչպես են փոխազդում նույնանուն էլեկտրական լիցքերը։ Վանում են։ Այո, ճիշտ է։ Որ երկրում է ծնվել Ալբերտ Էյնշտեյնը։ Գերմանիա։ Ճիշտ է։ Որ ֆիզիկոսի աշակերտն էր, մթնոլորտային ճնշման կոնցեպցիայի հեղինակ Էվանջելիստա Տորիչելլի։ Չգիտեմ։ Գալիլեո Գալիլեյ։ Որ ագրեգատային վիճակն են հաճախ անվանում նյութի 4-րդ ագրեգատային վիճակ, ճիշտ է։ Որ տարական մասնիկներով է պայմանավորված մետաղներում ծագող էլեկտրական հոսանքը, ճիշտ է։ Որ թվականին է Յուրի Գագարինը իրականացրել առաջին 1965 լատիներեն այբուբենի որ տարով են նշանակում մարմնի իմպուլսը, ճիշտ է։ Որ ֆիզիկական մեծության չափման միավոր է կոչվում մի պատիվ իտալացի ֆիզիկոս Ալեսանդրո Վոլտայի, ճիշտ է։ Միավորների միջազգային համակարգում որ մեծության չափման միավորն է մոլը, ճիշտ է։ Որ մոլորակում է գտնվում մարեգակնային համակարգի ամենաբարձր լեռը, Մարս, ճիշտ է։ Ինչպես է լիցքավորված անոդը։ Բացականորեն։ Դրական։ Հունական դիցաբանության որ Աստծո անունով էր կոչվում լուսինը հետազոտելու ամերիկացի տիեզերագնացների ծրագիրը, ճիշտ է։ Անցած ճանապարհը հաշվարկելու համար որ մեծությունը պիտի բազմապատկենք արագությամբ։ Ժամանակը։ Ճիշտ է։ Լատիներեն այբուբենի որ տարով է նշվում լույսի տարածման C։ Անգլիացի որ գիտնականն է ձևակերպել առանցքական դեֆորմացիայի մասին օրենքը։ Հուկը։ Այո, ճիշտ է։ 11 ճիշտ պատասխան։ Բրավո Տիգրան։ Շատ լավ։ Նայում ենք ցուցատախտակին, ուշադրություն։ Մրցաշարային աղյուսակ, համեցեք։ Ախ, այս ցուցատախտակը մեզ ասում է, որ Կարլեն Հակոբյանը 13, Տիգրան Սուքիասյանը 11, Բարսեղաթանյանը եւ Աննա Անյանը 8-ական միավորով առաջ են անցել, իսկ մյուս երկու սիրելի մասնակիցները մի քիչ հետ են, բայց չէ որ ամեն ինչ արժևում է։ Վարքյաններ անց մենք կշարունակենք արդեն երկրորդ շրջափուլը։ Ամենախելացին հերոսանախագծի այս խաղի երկրորդ փուլի երկրորդ շրջափուլին մենք հասանք, խաղը շարունակում ենք եւ սկսում Մարիամ Սարգսյանի հետ։ Մարիամ, թույլ տվեք հիշեցնել թեմաները։ Քաղաքականություն, հայտնի մարդիկ, գրականություն, սպորտ, քիմիա, դիցաբանություն։ Որն եք ընտրում։ Փորձենք հայտնի մարդիկ։ Փորձենք հայտնի մարդիկ։ Թեման ընտրված է։ Պատրաստ եք։ Այո։ Գնացինք։ Որ երկրի արտաքին գործերի նախարարությունն է գլխավորում Սերգեյ Լավրովը։ Ռուսաստան։ Ճիշտ է։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակում ով է ամենաերիտասարդը։ Ճիշտ է։ 19-ից 20-րդ դարերի ավստրիացի որ նյարդաբան է համարվում Զիգմունդ Ֆրեյդ։ Հնդկաստանի անկախության շարժման որ առաջնորդն է մահացել 1948 թվականին Մահատմա Գանդի, որ խմբի կատարմամբ է հնչում Արմագեդդոն ֆիլմի սաունդթրեքը, Aerosmith։ Ով է արժանացել Օսկար մրցանակի Պիգմալիոն ֆիլմի սցենարի համար, Բեռնարդ Շոու, որ բնագավառում է Նոբելյան մրցանակի արժանացել հայտնի մարդասեր խաղաղություն։ Աշխարհահռչակ ամերիկացի որ հեղինակի թորմույն է Մարգո Հեմինգուեյը։ Էրնեստ Հեմինգուեյ։ Այո, ճիշտ է։ Երաժշտական որ գործիքին է վիրտուոզ կերպով տիրապետում աշխարհահռչակ երաժիշտ։ Ճիշտ է։ Որ թվականից է Անգելա Մերկելը զբաղեցնում Գերմանիայի կանցլերի պաշտոնը 2005։ Ֆրանսիացի որ միկրոբիոլոգն է, կատաղության դեմ առաջին փոխպատասխանման հեղինակը Լուի Պաստեր։ Լեհաստանի որ նախագահն է զոհվել 2010 թվականին Վարշավայից Լեխ Կաչինսկի։ Ինչ անունով է պատմության մեջ մտել հոլանդացի պարուհի լրտես Մարգարետա Գերտրուդա Զելեն Մատտահարի։ Ներկայումս ով է աշխարհի ամենահարուստ մարդը շուրջ 130 միլիարդ դոլար ունեցվածքով Ջեֆ Բեզոս, որ երկիրն է իսպանական գերությունից ազատել Սիմոն Բոլիվարը նոր Գրանադայից եւ ժամանակակից Էկվադորից բացի։ Պատասխան՝ Կուբա։ Ոչ, Վենեսուելա։ 4 ճիշտ պատասխան ունի Մարիամ Սարգսյանը։ Մենք շարունակում ենք խաղը Բարսեղ Աթանյանի հետ։ Բարսեղ, ընտրեք թեման։ Սպորտ։ Սպորտ։ Ես տեսա ձեր ուրախությունը, երբ Աննան չընտրեց սպորտը։ Չէի ասի։ Չէիք ասի, գաղտնիքն էիք ուզում այն ժամանակ։ Կարող եք տեսնել իմ տխրությունը, երբ մյուս Աննան ընտրեց գաղտնիքը։ Գաղտնիք, հա։ Ինչևէ, սպորտը ընտրել եք, վստահ եմ, որ հավաք եք ու պատրաստ։ Գնացինք։ Ինչերով են սահում մարզիկները գեղասահքի մրցումների։ Կանչի։
Չմուշկներով։ Սեղանի տենիսի որ կարևոր ատրիբուտն է, բնութագրվում 2.7 մետր, ճիշտ է, որ բարոնն է ժամանակակից օլիմպիական խաղերի նախահայրը։ Հաջորդը։ Պիեր դե Կուպերտեն։ Գերմանացի որ գրոսմայստերն է ամենից երկար կրել շախմատի աշխարհի Էմանուել Լասկեր, որ մարզաձևում է հայտնի դարձել Հրանտ Շահինյանը։ Մարմնամարզություն։ Սպորտային մարմնամարզություն, այո, որ երկում է ծնվել MMA մարզիկ Քոնոր Մակգրեգորը։ Ճիշտ է։ 2004-ից բացի որ թվականին է Ելենա Իսիմբաևան օլիմպիական։ Այո, ճիշտ է։ Ասիական որ մարզաձևից են իպոն եւ յուգո ձյուդո։ Հասարակացի նկատմամբ որ կիսագնդում են ընթանում Արկտիկայի ռալլին։ Հյուսիսային։ Այո, ճիշտ է։ Քանի միավոր է ստանում թիմը բասկետբոլում, եթե խաղացողը գրավում է մրցակցողակը սեփական կիսադաշտից։ Ճիշտ է։ Ամերիկա աշխարհամասի որ երկիրներ ներկայացում Ֆորմուլա 1-ի աշխարհի չեմպիոն Ժակ Վիլնյովը։ Կանադա։ Այո, ճիշտ է։ Որ մարզաձևի անվանումն է ռուսերենից թարգմանած նշանակում ինքնապաշտպանություն առանց զենքի սամբո։ Առավելագույնը քանի գլխավոր մրցավար կարող է ունենալ տափողակով հոկեյի հանդիպումը։ Ճիշտ է։ Բրազիլացի որ ավտոարշավորդ է մահացել 1900 Այրթոն Սեննա, որ խաղի սկզբնախաղերից է սկանդինավյան պաշտպանությունը։ Շախմատ։ Ամերիկյան որ քաղաքն է ներկայացում Flyers հոկեյի ակումբը։ Պատասխան։ Պատասխան։ Չունեմ։ Չկա։ Ֆիլադելֆիա։ Ինը ճիշտ պատասխան ունի Վարսեղ Աթանյանը։ Շատ լավ մեկնարկ էր ու շատ լավ շարունակություն, իսկ մենք նայում ենք ցուցատախտակին, ուշադրություն։ Վարսեղ Աթանյանը 17 միավոր ունի, Կարլեն Հակոբյանը դեռևս առաջին շրջափուլից 13 միավոր, իսկ մենք խաղը շարունակում ենք հենց այս պահին Կարլեն Հակոբյանի հետ։ Կարլեն, մենք ունենք քաղաքականություն թեման, գրականությունը, քիմիան և դիցաբանությունը։ Բացի քաղաքականությունից բոլոր թեմաներն են հոգի հարազատ են, Լավն է։ բայց քանի որ սովորում եմ բնագիտամաթեմատիկական դասարանում, փորձենք քիմիան։ Փորձենք քիմիան։ Լավ էր ասված, փորձենք։ Դուք ունեք լավ ցուցանիշ, ես վստահ եմ, որ կամրապնդեք ձեր տեղը։ Պատրաստ։ Գնացինք։ Որ տարին է լատիներեն կոչվում Կուպրում։ Պղինձ։ Ճիշտ է։ Որ երկրից էր ատոմամոլեկուլային ուսմունքի հիմնադիրներից Ամադեո Ավոգադրոն, ճիշտ է։ Ինչպես են ազդում քիմիական ռեակցիայի արագության վրա կատալիզատորները, ճիշտ է։ Ալքիմիայում որ տարին էր համապատասխանում արևի։ Հելիում։ Ոսկին։ Հիմքերից բացի որ նյութերն են մասնակցում չեզոքացման ռեակցիային։ Ճիշտ է։ Որ տարրի օքսիդներից մեկն է կոչվում ծիծաղեցնող գազ։ Հելիում։ Ազոտ։ 18-րդ դարի ֆրանսիացի որ բնագետն է համարում ժամանակակից քիմիայի հիմնադիրը։ Անտուան Լավուազիե։ Ինչպես է կոչվում հոսանքի աղբյուրի դրական բևերին միացված էլեկտրոդը։ Կաթոդ։ Անոդ։ Որ կապն է գոյանում ատոմների միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով, ճիշտ է, որ ալկալիական մետաղի աղերն են բժշկության մեջ օգտագործվում որպես հանգստացնող միջոցներ, լիթիում։ Որն է երկիր մոլորակի բնության մեջ ամենատարածված տարրը։ Թթվածին։ Ճիշտ է։ Որ դժվարահալ մետաղից ու կոբալտից է կազմված կոբեդիտ համաձուլվածքը, վոլֆրամ։ Ինչպես է կոչվում այն իոնը, որում պրոտոնների թիվը գերազանցում է էլեկտրոնների թիվին, կատիոն։ Որ մետաղի անվանումն է համընկնում Սատուրնի ամենախոշոր արբանյակի հետ։ Անցանք։ Տիտան։ Ինչ գույն ունի լակմուսը չեզոք միջավայրում։ Նարնջագույն։ Մանուշակագույն։ Վեց ճիշտ պատասխան ունի Կարլենը, բայց այնքան լավ էր ամրապնդել իր առաջին շրջափուլում դիրքերը, որ շատ լավ ցուցանիշ է, հավատացեք։ Մենք շարունակում ենք խաղը եւ խաղում ենք Աննա Ամյանի հետ։ Աննա, ընտրեք։ Ընտրեք մեր թեմաներից մեկը։ Գրականություն։ Գրականություն, ասում է Աննան։ Մի քիչ հոգոց լսեցի։ Այո։ Սա լավ թեմա է, ռոմանտիկ, հաճելի, պատրաստ եք։ Այո։ Գնացինք։ Որ մայրաքաղաքում են սկսվում Վարպետ եւ Մարգարիտան վեպի իրադարձությունները։ Մոսկվա։ Ով է համաշխարհային այդ թվում հայկական բեսթսելեր դարձած թքած ունենալու նուրբ արվեստը գրքի հեղինակ, ճիշտ է։ Ծովային որ խոշոր կենդանիների որսի համար էր նախատեսված Պիլիգրիմ կետերի, որ պատմավեպից է Կույրաչքը կները Քուրսիրտի չիները մեջբերում Գևորգ Մարսպետունի։ Ռուսական գրականության որ մեծագույն վեպի հերոսներից են Պիեր Բեզուխովը եւ Նատաշա Ռոստովան պատերազմ եւ խաղաղություն, որ դարում է գրվել Ռեմարկի Սև կոթող վեպը 20-րդ։ Տրապիզոնից որ քաղաք էր եկել մեծապատի մուրացկաններ վեպի գլխավոր հերոսը Աբիսողոմաղան Կոստանդնուպոլիս, Ալեքսանդր Գրինի որ ստեղծագործության գլխավոր հերոսուհին է Ասսոլլա, Ալ Արագասներ, Հին հույն որ գրողի պոեմներն է անգլերեն թարգմանել Ալեքսանդր Պոուպը, Հոմերոս, Ռաֆու որ վեպն է սկսվում Բայազետը պաշարված էր նախադասությամբ, այո ճիշտ է, ինչ էր Հեմինգվեյի Ծերունի եւ ծովը Վիպակի գլխավոր հերոսի անունը, ճիշտ է, հայ որ պատմիչն է շարադրել Տիգրան եւ Աժդահակ Ավանդավեպը, Մոսես Խորնիկի, ճիշտ է, Անդերսենի հեքիաթի որ գլխավոր հերոսն է երիտասարդ գեղեցիկ կարապ դառնում։ Պատասխան։ Անջորնի ճուտիկը, որ լեզվով է Ումբերտո Էկոն գրել Վարդի անունը վեպը։ Իտալերեն։ Այո, ճիշտ է։ Ծափահարությունները ձեզ 5 ճիշտ պատասխան ունեք։ Մենք շարունակում ենք խաղը եւ խաղում ենք Աննա Մկրտչյանի հետ։
Աննա, երկու առաջին հայացքից տարբեր թեմաներ են, բայց բավականին մոտ իրար։ Դիցաբանություն եւ քաղաքականություն։ Երկուսն էլ արդեն ֆանտաստիկայի ժանրի մեջ են։ Դիցաբանություն երևի։ Դիցաբանություն։ Ես երևին բացառում եմ եւ թողնում եմ միայն դիցաբանությունը։ Պատրաստ, էներգայով, պայծառ, վստահ եմ, որ կհաղթահարեք։ Գնացինք։ Ինչ միջատի վերածվեց Արախնան պարտվելով ձեռագործության մրցույթը Աթենասին։ Սարդ։ Ինչ կենթանու պիտի սպաներ Հերակլեսը առաջին սխրանքի ժամանակ։ Այո, ճիշտ է։ Հայկական որ աստվածուհուն է նվիրված Վարդավառի տոն։ Աստղիկ։ Ում կիններից Հակեի թագուհի Պենելոպան։ Ոդիսես։ Այո։ Ով օգնեց Յասոնին գողանալ ոսկե գեղմը, հետագայում դառնալով նրա կինը։ Անցանք։ Մեդեան։ Ում էր խոսք տվել կնության տալ Պարիսին Աֆրոդիտեն խնձորը իրեն նվիրելու դիմաց։ Հեղինեին։ Ով է համարվում աստվածների բամբերն ու առևտրի աստվածը հունական դիցաբանությունում։ Հերմես։ Այո, ճիշտ է։ Անտարային փոքրիկ որ ոգիների արքան էր Օբերոնը։ Անցանք։ Էլֆեր։ Որ առասպելական թռչունն է համարվում անմահության խորհրդանիշը։ Ճիշտ է։ Ով էր սիրո աստվածուհին հռոմեական դիցաբանությունում։ Աֆրոդիտե։ Վեներա։ Հույն որ քանդակագործին Աֆրոդիտեն կին պարգևեց կենթանացնելով նրա կողմից քանդակած կնոջը։ Պիգմալիոն։ Եսասեր ու հպարտ որ հերոսին էր անպատասխան սիրահարված Էքոնիմֆան։ Անցանք։ Նարգիս։ Երկնային որ քաղաքում են ապրում սկանդինավյան ասաստվածները։ Անցանք։ Ասգարդ։ Որ թագավորության արքայազնն էր Պարիսը։ Թագավորություն։ Տրոյա։ 4 ճիշտ պատասխան ունեք։ Աննա։ Եվ շատ ափսոսում եմ, որովհետև մի քանի միավորի տարբերությամբ կարող էր պատկերը շատ տարբեր լինել։ Իսկ մենք ամփոփում ենք մեր խաղը եւ վերջապես խաղում ենք համբերատար իր հերթին սպասող Տիգրան Սուքիասյանի հետ։ Տիգրան, մի կերպ պահեցի ձեզ համար այս թեման։ Շնորհակալ եմ։ Չարժի բոլորովին, բայց գիտեք, հետագայում մենք իրար հետ կքննարկենք այս հարցը։ Քաղաքականություն։ Ես իսկապես հուսով եմ, որ բախտի բերումով այս թեման, որը մնաց վերջում, ձեզ կբերի հաջողություն։ Պատրաստ եք։ Պատրաստ եմ։ Գնացինք։ Ով էր խորհրդային միության ղեկավարը Կարիբյան ճգնաժամի ընթացքում։ Ստալինը։ Նիկիտա Խրուշչով։ Քանի քաղաքական ուժ է ներկայացված Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման ազգային ժողովի ճիշտ է։ 2016-ի հունվարին մեր հարևանավոր երկրի հետ խզեց դիվանագիտական հարաբերությունները Սաուդյան Արաբիան։ Իրանի։ Հայաստանում ասիական որ երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանն է Ջուն Յամադան։ Ճապոնիա։ Այո, ճիշտ է։ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության որ առաջնորդն է 1993-ին արժանացել խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի։ Ասեք, Նելսոն Մանդելա, որ դարում է հիմնադրվել Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքը, ճիշտ է։ Ինչ հապավումով են հաճախ անվանում մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ճիշտ է։ Արգենտինայից բացի Հարավային Ամերիկայի որ երկիրն է ընդգրկված մեծ 20-յակում։ Բրազիլիա։ Այո, ճիշտ է։ Որ ոլորտում է Նոբելյան մրցանակ ստացել Ուինստոն Չերչիլը։ Խաղաղության։ Գրականության։ Ռուսաստանի Դաշնության որ նախարարության ներկայացուցիչն է Մարիա Զախարովան։ Ճիշտ է։ 2011-ին Աֆրիկյան որ երկիրն իրեն անկախ հռչակեց Ջուբա մայրաքաղաքով։ Հարավային Սուդան։ Ճիշտ է։ Արաբական որ երկրի ազատագրման համար էր ուղղված փոթորիկ անապատում օպերացիան։ Քուվեյթ։ Ճիշտ է շատ, որ իսլամական շարժման անվանումն է պուշտունների լեզվից թարգմանաբար նշանակում ուսանողներ։ Պատասխան։ Չունեմ։ Թալիբան, թալիբների շարժումը, բայց դուք ունեք 8 ճիշտ պատասխան։ Բրավո Տիգրան։ Վաու։ Իհարկե բարդ, բայց արժանիների խաղ էր։ Եվ ես ուզում եմ ասել, որ անկախ արդյունքից դուք բոլորդ իսկապես փայլուն, լուսավոր, խելքով ու գիտելիքով լի անոթներ եք ու ձեր ներկայությունը այստեղ մեզ պարգևում է երջանկություն եւ հպարտություն։ Նայում ենք ցուցատախտակին։ Ցուցատախտակ։ Տղաների խաղ է, տղաների ֆինալ։ Կարլեն Հակոբյանը 19, Տիգրան Սուքիասյանը 19 եւ Բարսեղ Աթանյանը 17 միավորով անցնում են երրորդ փուլ, իսկ այս սափարությունները մեր 3 շքեղ գեղեցկուհիներին՝ Աննա Ամյան, Մարիամ Սարգսյան եւ Աննա Մկրտչյան։ Բրավո։ Մյուս 3-ի հետ, ջենտլմենների հետ կհանդիպենք երրորդ փուլում։ Արմենիա հեռուստաընկերության եթերում դուք դիտում եք ամենախելացին ինտելեկտուալ հեռուստանախագծի 6-րդ եթերաշրջանի Ոսկե լիգան ամենաջերմ հանդիսատեսի ծափահարություններով եւ 3 փայլուն հիանալի ուղեղներով երիտասարդներով։ Մեր երրորդ փուլը ձևավորվել է եւ պետք է սիրով ու հպարտությամբ ներկայացնեմ մեր մասնակիցներին։ Նրանք են Կարլեն Հակոբյանը, Տիգրան Սուքիասյանը, Բարսեղ Աթանյանը,
Հարգելի հեռուստադիտողներ, սիրելի հանդիսատես, մեր կողքին են ինչպես միշտ մեր գործընկերները։ Մենք շնորհակալ ենք նրանց ներկայության եւ աջակցության համար։ Ստարտափ Armenia հիմնադրամին շնորհակալություն մեզ աջակցելու համար, ինչպես նաեւ շնորհակալ ենք Ucom ընկերությանը մշտապես մեր կողքին լինելու համար։ Հարգելի մասնակիցներ, երրորդ փուլը սկսելու համար կրկին պետք է անցնենք գաղտնազերծում փորձության միջով։ Թե ինչ է այն իրենից ներկայացնում, դուք լավ գիտեք։ Հիշեցնում եմ, որ սա արագության փորձություն է եւ արագորեն այս փուլը հաղթահարած մասնակիցը կխաղա կարմիր գույնի ներքո, հաջորդը դեղին գույնի ներքո եւ երրորդը հետեւաբար կապույտ գույնի ներքո։ Եթե պատրաստ եք, անցնենք առաջադրանքին։ Թվերն են 6, 3, 1, 2, 8, 3, 1։ Հուշող արտահայտությունը՝ պետություն Աֆրիկայում։ Արագ է, շատ արագ է Բարսեղը։ Միացավ Տիգրանը։ Գտան, տղաները արագ են, այսօր իսկապես արժանիների մրցակցություն է։ Նիգերիաներ մեր գաղտնաբառը, տղաները գտան արագությամբ, ուստի կխաղանք հետևյալ հաջորդականությամբ։ Կարմիր գույնի ներքո, բացառիկ արագությամբ գաղտնազերծած, խաղում է Բարսեղ Աթանյանը։ Դեղին գույնի ներքո, Տիգրան Սուքյասյանը։ Եվ կապույտ գույնի ներքո, Կարլեն Հակոբյանը։ Դե ինչ, տղաներ, բարով եք եկել երրորդ փուլ։ Իսկապես, եւ ուրախություն է եւ հպարտություն։ Եվս մեկ անգամ ձեզ եմ հիշեցնում երրորդ փուլի կանոնները։ Այսպիսով, ձեզ ներկայացվելու է 10 վայրկյանով 36 վանդակից բաղկացած ձեր հարցաշարային աղյուսակը։ Համապատասխան գույներով՝ կարմիր, դեղին եւ կապույտ։ Սակայն այստեղ կլինի նաեւ մոխրագույնը։ Եթե դուք ընտրել եք ձեր թեմատիկ գույնը եւ պատասխանում եք ճիշտ այդ հարցին, ապա կստանաք 2 միավոր։ Եթե պատահաբար կամ մտածված ընտրել եք ձեր մրցակցի գույնը, ապա ճիշտ պատասխանը ձեզ կբերի 3 միավոր։ Եթե ձեզ բաժին է հասել մոխրագույնը, ապա ճիշտ պատասխանը կբերի միայն 1 միավոր, թեև հաճախ այդ 1 միավորը դառնում է որոշիչ։ Հիշեցնում եմ, որ յուրաքանչյուր հարցից հետո ձեզ տրվելու է 10 վայրկյան ժամանակ, որպեսզի դուք պատասխանեք ճիշտ ձեր հարցին։ Խնդրում եմ օգտագործեք ժամանակը եւ տվեք 1 ճիշտ պատասխան, ցանկալի է ճիշտ։ 7-ական հարցից հետո մենք կնայենք մրցաշարային աղյուսակին եւ առավելագույն միավորներ վաստակած մասնակիցը կդառնա ոչ միայն այս փուլի, այլև այսօրվա խաղի հաղթողը։ Գիտեք, ձեզ հետ խաղալը միշտ է հաճույք եւ միշտ հուզմունք է։ Այս պայն առաջարկում եմ առանց հուզվելու պատմել, թե ձեզնից յուրաքանչյուրը ինչ թեմա է ընտրել, ինչից հետո արդեն կնայենք մեր աղյուսակին։ Այսօր ես ընտրել եմ Կոնստանտին Ցիալկովսկի հատուկ թեման։ Շատ հատուկ թեմա է։ Բարսեղ, ինչով է պայմանավորված այս անձնավորության ընտրությունը։ Զուտ հետաքրքիր կերպար է իմ համար։ Շատ։ Ու շատ մեծ ներդրում ունի։ Ունի։ Ու չի ասում է որտեղ ունի, որ հանկարծ ավել բարձ չասի հուշող։ Ուղղակի շատ տեղերում մեծ ներդրում ունի, դրա համար դժվար է կողմնորոշել մի բան նշել։ Շնորհակալություն ընտրության համար։ Տիգրան Սուքյասյան, լսում են ձեզ։ Ընտրել եմ Ֆրանկլին Ռուզվելտ թեման։ Էլի շատ լավ, հետաքրքիր։ Ուղղակի ինձ համար շատ օրինակելի է Ֆրանկլին Ռուզվելտի դժվարությունները հաղթահարելու մոտեցումը։ Դրա մասնագետներն է։ Այո։ Շնորհակալություն լավ ընտրության համար եւ Կարլեն Հակոբյան։ Իմ թեման այսօր հիփ-հոփ ժանրի կատարող Eminem-ն է։ Ես ձեզ ասեմ, մեկը մեկից տարբեր իրարամերժ, բայց հետաքրքիր անձեր եք ընտրել։ Ես հուսով եմ, որ այդ անձին կբերեն ձեզ այսօր միայն հաջողություն եւ հաղթանակ, անկախ միավորներից։ Եթե պատրաստ եք, 10 վայրկյանով ձեր առջև պետք է հառնի մեր 36 վանդակից բաղկացած հարցաշարային աղյուսակը։ Գնացինք։ Կարճատև դադարից հետո կսկսենք երրորդ փուլը։ Խաղը սկսում ենք Բարսեղ Աթանյանի հետ։ Բարսեղ, լսում եմ ձեզ, ընտրեք վանդակը։ 3։ Երրորդ վանդակ, համեցեք։ Ձեր գույնով ձեր թեման է ուշադրություն հարցը։ Ինչպես էր կոչվում Կոնստանտին Ցիալկովսկու առաջին գիտաֆանտաստիկ պատմվածքը, որի գլխավոր հերոսները հեղինակն ու իր ֆիզիկոս ընկերն են։
Ցիալկովսկու առաջին գիտաֆանտաստիկ պատմվածքը 1887 թվականին գրված Լուսնի վրա ստեղծագործությունն է։ Շատ ճիշտ պատասխան է, այո, կեցեք, Բարսեղ շատ լավ մեկնարկ էր եւ ուզում եմ հիշեցնել իհարկե շնորհակալությամբ, որ դուք տեղավորվեցիք ձեզ տրված 10 վայրկյանի մեջ, որովհետեւ 10 վայրկյանը երբ ավարտվեց, ես էլ չեմ ընդունելու պատասխանը, հա, աշխատեք տեղավորվել։ Տիգրան Սուքիասյանի հետ ենք խաղում։ Վանդակ համար 35։ 35-րդ վանդակ, ուր թռակ մի անգամից վերջ, հետաքրքիր էր։ Դեղին գույնն է, ուշադրություն, ձեր հարցն է եւ այն այսպիսինն է։ 1932 թվականին գործող որ նախագահին ընտրություններում հաղթեց Ֆրանկլին Ռուզվելտը, դառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների 32-րդ նախագահը։ Հանրապետական Հերբերտ Հուվերի։ Այո, դա ճիշտ պատասխանն է, կեցեք, 2 միավոր։ Կարլեն։ Վանդակ համար 1։ Առաջին վանդակը թող բացվի, իր հետ բերելով կապույտ գույնը ըստ ձեր թեմայի, ուշադրություն։ Դեթրոյթյան որ հիփ-հոփ խմբին է, մինչև որս անդամակցում Էմինեմը։ 1996 թվականին Դեթրոյթից 6 рэպերներ կազմակերպեցին Dirty Dozen, ինքը D12 рэփ խումբը, որի մասնակիցներ են Էմինեմից բացի Proof-ը, Bizarre եւ մի շարք։ Այո, D-Twizy, Dirty Dozen, D12, շատ ճիշտ պատասխան։ Դե արժանի մրցակիցներ, Բարդխաղ, Բարսեղ լսում եմ։ 6։ 6-րդ վանդակ համեցեք։ Կարմիր գույնն է, ուշադրություն ձեր հարցը։ Ում պատվին են մեծ գիտնականի ծնողները նրան տվել Կոնստանտին անունը։ Կոնստանտին անունը Ցիալկովսկիների տոհմում նոր էր եւ նրա ծնողները նրան տվել են այդ անունը ի պատիվ իրեն կնքող հոգեվորականի։ Այո, շատ ճիշտ է, ի պատիվ իրեն կնքող քահանայի։ Տիգրան 31։ 31-րդ վանդակ։ Վանդակ 31 եւ ձեր թեմատիկ հարցը։ Ղրիմյան որ քաղաքի ամենահին փողոցն է կրում Ֆրանկլին Ռուզվելտի անունը, որտեղ նաև 2017 թվականին տեղադրվել է նրա հուշարձանը։ Յալթա։ Այո, ճիշտ է, Յալթա։ Շատ ճիշտ պատասխան։ Կարլեն Հակոբյան։ 5-րդ վանդակ։ 5-րդ վանդակ։ Ձեր թեման է կրկին, ուշադրություն։ Որ անվանակարգում է Էմինեմը 2003 թվականին արժանացել Օսկարի, դառնալով առաջին օսկարակիր рэփերը։ Այդ ֆիլմի համար նկարահանված Lose Yourself երգի համար Էմինեմը 2003 թվականին Օսկարի արժանացել Best Original Song անվանակարգում լավագույն երգ կամ soundtrack։ Կարլեն ջան, այո։ Այո, իհարկե։ Շատ լավ, գեղեցիկ, հավասար ուժերի խաղ է եւ մենք նայում ենք ցուցատախտակին, վստահ եմ համոզվելու հենց դրանում։ Եվ իհարկե, Բարսեղ Աթանյանը, Տիգրան Սուքիասյանը և Կարլեն Հակոբյանը 4-ական հավասար միավորներով խաղում են ընթանում առաջ։ Տղաներ, ես հիշեցնում եմ և առաջարկում փախցնել մեկըդ մյուսից տարբեր գույներ, տարբեր թեմաներ և գոնե մի միավորով առաջ անցնել։ Բարսեղ լսում եմ ձեզ։ Համար 7։ Վանդակ համար 7։ Կրկին ձեր կարմիր գույնն է, ուշադրություն, հարցը։ Իր որ գիտական աշխատանքի համար Կոնստանտին Ցիալկովսկին Դմիտրի Մենդելեևից պատասխան ստացավ, որ այդ հայտնագործությունը նորություն չէ եւ արդեն 25 տարի է, ինչ հայտնի է բոլորին։ Ցիալկովսկին Մենդելեևից այսպիսի պատասխան ստացավ 1881 թվականին գրված գազերի տեսության աշխատության համար, որտեղ նա խոսում էր գազերի կինետիկ տեսության մասին։ Բացարձակ ճիշտ պատասխան։ Լսում եմ ձեզ, Տիգրան։ Երկրորդ վանդակ։ Այն բացվում է բերելով ձեր դեղին գույնը, ուշադրություն։ Ֆրանկլին Ռուզվելտի կարծիքով ինչը չի կարելի հաղթել առանց գրքերի, ինչպես ծովամարտն անհնարին է հաղթել առանց նավերի։ Ֆրանկլին Ռուզվելտի կարծիքով ինչը չի կարելի հաղթել առանց գրքերի, ինչպես ծովամարտն անհնար է հաղթել առանց նավերի։ Ընտրությունները։ Ցավում եմ ոչ, պատերազմը։ Իհարկե ընտրությունները կարող են վերածվել պատերազմի, բայց դա սխալ պատասխանն էր։ Կարլեն Հակոբյան։
Վանդակ համար 9։ 9-րդ վանդակ։ Ձեր թեման է ուշադրություն։ Էմինեմի որ երգի ձայնագրությունից հետո նրանով սկսեցին հետաքրքրվել հատուկ ծառայությունները, քանի որ երգում Էմինեմը նշում էր, որ կցանկանար նախագահին մահացած տեսնել։ 2004 թվականի նոյեմբերի 12-ին դուրս եկած նրա Anchor ալբոմի Մոշը երգում նա իր վատ կարծիքն է արտաբերում նախագահի եւ այլ քաղաքական գործիչների վերաբերյալ։ Երգի անունը կասեք նորից։ Մոշ։ Ոչ։ We as Americans։ Դա էր ճիշտ պատասխանը, Կարլեն ջան։ Այս երգն էր, որ դարձավ առիթ հատուկ ծառայությունների իրենով զբաղվելու, բայց ծափահարությունները գոռում են մեր տղաների գիտելիքների մասին։ Բարսեղ, շանսերը այնքան մեծացան, որ առաջարկում եմ միանգամից վերցնել ուրիշ գույն։ Թույլ տվեք հրաժարան, ընտրում վանդակ համար 15-ը։ 15-րդ վանդակ, իհարկե ընտրությունը ձերն է, որոշումը նույնպես, եւ հատուկ թեման ձերն է նույնպես։ Ուշադրություն։ Ռուս որ բանաստեղծն է մարմնավորել Կոնստանտին Ցիալկովսկուն ռեժիսոր Սավա Կուլիշի երկսերիանոց թռիչք ֆիլմում։ Եվգենի Եվտուշենկոն։ Այո, ճիշտ է, Եվտուշենկոն։ Տիգրան, լսում եմ ձեզ։ 4։ 4-րդ վանդակ։ Ուշադրություն, հարցն այսպիսին է։ 2012 թվականին, որ ֆիլմում է պատմվում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի եւ նրա հեռավոր ազգակցուհու Մարգարետ Սաքլիի սիրավեպի մասին։ Ախ, այդ կան։ Չունեմ պատասխան։ Շատ եմ ցավում, որ չունեք Hyde Park Hudson-ի վրա։ Այս ֆիլմի մասին է խոսքը եւ այդ պատմությունը այդտեղ եղել է զետեղված։ Կարլեն, շանսերը մեծանում են, լսում եմ ձեզ։ 18-րդ վանդակ։ 18-րդ վանդակ, ասաց նա հուզված, մի քիչ էլ նեղված, բայց բացեց ճիշտ թեմատիկ գույնը, ուշադրություն։ Էմինեմի որ ալբոմի շապիկի վրա է պատկերված փողոցով քայլող Էմինեմը, ինչը շատերը մեկնաբանում են որպես վերադարձ դեպի նոր կյանք։ 2010 թվականի հունիսի 18-ին թողարկված Recovery ալբոմում Էմինեմը քայլում է փողոցով, ալբոմը կազմված է 17։ Այո, ճիշտ պատասխան է դա։ Նայում ենք ցուցատախտակին, տեսնելու համար ինչ է պատկերված թվերի աշխարհում։ Ընթացիկ կերպով ցուցատախտակը մեզ հուշում է, որ Բարսեղ Աթանյանն արդեն 8 միավորով է առաջ գնում, Կարլեն Հակոբյանն ունի 6 միավոր եւ Տիգրան Սուքիասյանը մի քիչ է հետ մնում, ամեն ինչ արժևում է տղաներ, լավ, գեղեցիկ պայքար է, Բարսեղ լսում եմ ձեզ։ Վանդակ համար 17։ 17-րդ վանդակը։ Կարմիր գույնն է, ուշադրություն ձեր հարցը։ Ցիալկովսկու հավասարման մեջ ինչպես է կոչվում հրթիռային շարժիչի ձգողության ազդեցությամբ թռչող սարքի արագությունը։ Արագացող շարժում։ Ցավում եմ ոչ, բնութագրիչ։ Տիգրան, լսում եմ։ 26։ Ձեր թեման է ուշադրություն։ Որ հայտնի գանգստերի բռնագրավված զրահապատ Կադիլակն էր որոշ ժամանակ օգտագործում Ֆրանկլին Ռուզվելտը։ Չունեմ պատասխան։ Տիգրան։ Կարլեն ունեք պատասխան։ Ոչ, Բարսեղ, տարբերակ։ Ինչ գանգստերների գիտենք։ Ալ Կապոնեի, ախ։ Ափսոս։ Այդ Կադիլակներ լուրջ Կադիլակ է ժիդեք։ Լսում եմ ձեզ, Կարլեն։ 19-րդ վանդակ։ Ուշադրություն։ Anchor ալբոմի որ երգի անվանման համար է հիմք ծառայել 1972 թվականին The Hot Rock ֆիլմը։ Hot Rock։ Mockingbird, Like a Toy Soldier։ Դուք տվել եք առաջին սխալ պատասխանը եւ երկրորդը ճիշտն էր։
Արդեն ես էլ եմ բարկանում, բայց չենք կարող չէ չծափահարել։ Ախ, Կարլեն։ Այդպիսի շանս էր տրված։ Բարսեղ լսում եմ ձեզ։ Վանդակ համար 33։ 33։ Վանդակ։ Շատ լավ շանս էր, ափսոս։ Օհ, կարմիր գույնն է հիանալի է։ Բարսեղ ուշադրություն ձեր հարցն է։ Ինչպես էր Կոնստանտին Ցիոլկովսկին անվանում այն 35,000 կիլոմետրանոց տեսական աշտարակը, որի միջոցով ապագայում մարդիկ պետք է հայտնվեին տիեզերքում։ Տիեզերական վերելակ ուղղակի, որը նրա մտքում եկել է 1895 թվականին կառուցված Էյֆելյան աշտարակից։ Այո, այս հաղթանակի հնչյունները ձեզ, դուք շատ ճիշտ եք, Տիգրան լսում ենք։ 12 12, թող լինի 12։ Դեղին գույնն է ուշադրություն։ Ում կրտսեր եղբայրն էր Ֆրանկլին Ռուզվելտի կնոջ, Էլեոնորայի հայրը։ Գուցե Թեոդոր Ռուզվելտի։ Այո, դա ճիշտ պատասխանն է, ինչու այդքան կասկածելով, շատ ճիշտ էր։ Ռուզվելտը ծնողների ազգանուն էր, կեցեք Տիգրան, լավ էր, տրամաբանեցիք։ Կարլեն։ 21։ 21։ Ասաց Էմինեմի երկրպագուն 21-րդ վանդակ։ Երկրպագուն չեք, բայց բավական լուրջ գիտեք նրա կյանքը։ Սա ձեր թեմատիկ գույնն է, ուշադրություն։ Որն է Էմինեմի ամբողջությամբ ընթերցած միակ գիրքը։ J. Cool LL-ի ես եմ սահմանում իմ օրենքները։ I make my own rules, իհարկե։ Այ այսպես։ Դե ինչ, լսում եմ ձեզ Բարսեղ։ 36։ Այո, եթե հարց եք տալիս, ես ընդունում եմ։ Այո, 36։ Կարմիր գույնն է, կեցեք, լսում ենք։ Կոնստանտին Ցիոլկովսկու համոզմամբ, ինչը հավանաբար գոյություն ունի, սակայն մենք չգիտենք, թե որտեղ այն փնտրել։ Ժամանակը։ Ժամանակը, պատասխանն ընդունված է։ Ասեք Տիգրան։ 24։ 24։ Ուշադրություն, հատուկ թեմայից է ձեր։ Որ օրը ըստ Ֆրանկլին Ռուզվելտի կոնգրեսում ունեցած ելույթի ԱՄՆ պատմության մեջ պետք է մտնի որպես հավերժական խայտառակության օր։ 1941-ի դեկտեմբերի 7-ին Pearl Harbor-ի վրա ճապոնական հարձակումը։ Բրավո եւ բրավո, կեցեք Տիգրան, ճիշտ եք։ Հարգելի Կարլեն, լսում եմ ձեզ։ 23։ 23։ Բանդակ 23, ձեր թեման եւ հարցը։ Ինչի համար էին մանուկ ժամանակ հարազատները Էմինեմին կոչում Միկի։ Մեծ ականջների։ Այո, ճիշտ է։ Մեծ ականջների, ինչպես Միկի Մաուսի մոտ էր։ Տղաներ, ըստ մեր խաղի կանոնների մենք այս պահին եւս պետք է դիմենք մեր մրցաշարային աղյուսակին։ Եվ ըստ այս պահի նրա գնահատականի առավելագույն միավորներով մասնակիցը կդառնա այսօրվա խաղի հաղթողը։ Ցուցատախտակ, ցուցատախտակ։ Բարսեղ Աթանյանը արժանավորագույն կերպով 12 միավորով առաջ անցավ ոչ պակաս արժանի մրցակիցներից, դառնալով այսօրվա գեղեցիկ կերպով հաղթողը։ Ես կրծքանշանը ձեռքից մոտենում եմ ձեզ։ Ներեցեք։ Ահա այս կրծքանշանը այսօր պետք է համալրի մեր բոլոր եթերաշրջանների ընթացքում։ Ռեկորդակիր մեդալակիր ամրացնեմ այս կողմում, որպեսզի հանկարծ խնդիր չլինի։ Բրավո, կեցես։ Հպարտ եմ։ Թույլ տվեք նաև ներկայացնել ձեզ մեր Ucom ընկերության կողմից այս գեղեցիկ գրքերը եւ նվիրել դրանք ձեզ, որպեսզի լրացնեք գիտելիքների բացը։ Տիգրան, Կարլեն, համեցեք ինձ մոտ, համեցեք Տիգրան,
Բարսեղ Աթանյանը, Տիգրանը, Կարլենը, նրանք բոլորը ապացուցում են, որ այո, ապագան իրենց ձեռքում է եւ իրենք պատասխանատու են իրենց իմացածի եւ չիմացածի համար։ Փայլուն հաղթանակ այս բոլոր եթերաշրջանների ընթացքում տեսնում եք, ինչ քանակի շքանշաններով է Բարսեղը ընթանում առաջ։ Հպարտություն է կանգնել մի հարթակին այսպիսի երիտասարդների հետ։ Ամենախելացին եթերում է կհանդիպենք եկող շաբաթ օրը կրկին նույն ժամին։ Մնացեք խելքով, պայծառ մտքով կհանդիպենք։ Կիսաեզրափակիչ փուլ են անցնում հետևյալ մասնակիցները. Բարսեղ Աթանյան, Տիգրան Սուքյասյան, Կարլեն Հակոբյան, Մարիամ Սարգսյան, Աննա Ամյան, Աննա Մկրտչյան,